Նարեկ Կարապետյանի 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման բավականին քննարկվեց եւ քննարկվում է։ Փաստ է, որ մեր երկրի անվտանգությանը առնչվող հարցը կխնդրեի ուղղակի մանրամասներով դուք բացատրեիք, դուք որտեղ եք տեսնում դրա վտանգները եւ լուծումները դրա։ Շնորհակալ եմ, պարոն Տաթոյան։ Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նրանք պետք է Հայաստան վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով եւ դրա պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի պետության վրա։ Բացի դրանից Հիկմետ Հաջիևը իր օգնականը 15 օր առաջ խոսել է 300,000 ադրբեջանցիներից։ Նրանք ֆորումներ են կազմակերպում Հայաստան վերադարձի հետ կապված։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հաշվետվության մեջ գրված է, որ խաղաղության կառուցման վրա բացաբար ազդող ռիսկային գործոնը Ադրբեջանի կողմից պետական մագարտակով առաջ տարվող արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ուղեկցող գործողությունները, այսինքն սրա մասին պետությունը գիտի, հայտնեք մեր հանրությանը, ասեք ճշմարտությունը, մարդիկ պետք է իմանան ինչ են ընտրում, մարդիկ պետք է իմանան ով է գալիս, տեղյակ պահեք մեր հանրությանը, թե ովքեր են գալիս մեր հայրենիք, եւ դա կօգնի ժողովրդին ճիշտ ընկալել 3 օր հետո ճիշտ ընտրություն անել։ Պարոն Թաթոյան արձագանք։ Գիտեք, այստեղ հարցը, սա կարևորագույն հարց է եւ առավել քան որևէ մեկը քան ես տեղյակ չի այսքան խորացած այս հարցերի հետ կապված։ Հարցը, տեսեք, երբ որ մենք այդ վտանգները կան, բայց երբ որ մենք 300,000 ենք անում, տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ մանիպուլացնում է։ Հարցը հետեւյալն է, այդքան 300,000-ը չի։ Ինչքան սա Հայաստանը զավթելու ծրագիր է։ Սա Հայաստանը օկուպացնելու ծրագիր է։ Սա է խնդիրը, որ Ադրբեջանի նախագահը չի համարում մեր երկիրը հայերի հայրենիք, այլ համարում է իր հայրենիք։ Ես սկզբում մեջ բերեցի Նիկոլ Փաշինյանի խոսքերը, Ալիևի խոսքերը, կոնտրաստ չկա։ Նույն խոսքերը, նա էլ է ասում այստեղ հայկական պետություն չի եղել, հայեր չեն ասել, այն էլ է ասում այստեղ հայեր չեն ասել։ Եվ նրանց խնդիրը հետեւյալն է, Հայաստան չկա, հետեւաբար օկուպացիոն ծրագիրը սա է։ Այս է խնդիրը։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդպիսի թեմա չի եղել, չկա եւ չի լինելու։ Այդ բոլոր այդ թեմաները Հայաստանի ներքաղաքական դաշտ ներմուծում են լրտեսական երրագլուխ կուսակցությունը հիբրիդային պայքարի նպատակով։ Այդ ներքին պրոցեսները, դրանք վերաբերվում են Ադրբեջանի ներքին պրոցեսներին, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, եւ ինչքան Հայաստանում թեժացվում է Ղարաբաղի վերադարձի, 500,000 հայերի վերադարձի թեման, մեկը մյուսին հակադարձում են, մենք ասում ենք, որ 500,000 հայերի վերադարձի թեման մենք փակել ենք։ Ղարաբաղի շարժման էջը մենք փակել ենք եւ այդպիսով մենք փակել ենք նաեւ ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ինչ ասում Ադրբեջանը ասում էր միջանցք պետք է լինի Հայաստանով, Հայաստանով չկա միջանցք։ Ադրբեջանը ասում էր, որ Հայաստանը